Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լինելու է մի փոքր այլ, բայց չափազանց ինտրիգային ձևաչափով։ Քանի որ նախորդ սերիաներում մենք ականատես եղանք իսկական հոգեբանական փոթորկի, ընտանիքների կործանման և սարսափելի ողբերգությունների, այսօր մենք կկատարենք խորքային տրամաբանական կանխատեսումներ առ այն, թե ինչ է սպասվում մեր սիրելի, բայց արդեն հյուծված հերոսներին առաջիկա սերիաներում։ Պատրաստվեք, քանի որ սպասվող զարգացումները գլխի վայր են շրջելու ամեն բան։ Սկսենք ամենաթարմ ու շոկային իրադարձությունից՝ Արամի ձերբակալությունից։ Ինչպես տեսանք, ոստիկանությունը վերջապես ձեռնաշղթաներ հագցրեց նրան Էռնայի սպանության անհերքելի ապացույցների հիման վրա։ Բայց արդյոք կարող ենք միամտաբար մտածել, որ սրանով ամեն ինչ կավարտվի և Հունանը կբավարարվի պարզապես պետական արդարադատությամբ։ Միանշանակ ոչ։ Հունանը, ով հեռվից հետևում էր Արամի ձերբակալությանը, ներքուստ կատաղած է, որ չհասցրեց անձամբ խլել քրոջ մարդասպանի կյանքը։ Մեր կանխատեսումն այն է, որ Հունանն օգտագործելու է քրեակատարողական հիմնարկներում ունեցած իր բոլոր ստվերային լծակներն ու կապերը։ Արամի կյանքը ճաղերից այն կողմ վերածվելու է իսկական դժոխքի, նա ամեն վայրկյան սպասելու է մահվան հարվածի և չի բացառվում, որ Հունանի մարդիկ փորձեն վերացնել նրան հենց բանտախցում։ Արտյոմը ստիպված է լինելու լուրջ քայլերի դիմել եղբոր որդուն փրկելու համար, ինչը կհանգեցնի Հունան-Արտյոմ նոր, ավելի արյունալի պատերազմի։ Անցնենք սերիալի ամենացավոտ և զգացմունքային գծին։ Գրիշոն այս պահին գտնվում է արտասահմանում, և նրա վիրահատության ելքը դեռ անորոշ է։ Բայց մենք կանխատեսում ենք, որ վիրահատությունից հետո Գրիշոն անպայման ուշքի կգա, և ինչ է լինելու նրա առաջին հարցը։ Իհարկե նա հարցնելու է Մանանի և իրենց սպասվելիք երեխայի մասին։ Իննան և Լեան հայտնվելու են ահավոր բարդ հոգեբանական կացության մեջ։ Նրանք կփորձեն հնարավորինս երկար թաքցնել Մանանի վիժման սարսափելի լուրը, որպեսզի Գրիշոն նորից սթրես չապրի։ Բայց ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս, երբ Գրիշոն ի վերջո իմանա, որ կորցրել է իր միակ երազանքը և որ դրա գլխավոր մեղավորներից մեկը Մաշն է, Գրիշոյի ցասումն անկասելի է լինելու։ Մենք վստահ ենք, որ հենց այս կորստի ցավն ու անսահման ատելությունը կստիպեն նրան հավաքել կամքի ողջ ուժը, հաղթահարել հաշմանդամությունն ու նորից կանգնել ոտքերի վրա միայն մեկ նպատակով՝ վրեժ լուծել իր ընտանիքը քանդողներից և առաջին հերթին կործանել Մաշին։ Իսկ ինչ վերաբերում է հենց Մաշին, ապա նրա ժամանակավոր ուրախությունն ու ինքնավստահությունը շոտ կարճ կտևեն։ Նա կարծում է, որ Մանանի ողբերգությունից հետո ճանապարհն ազատ է, բայց մոռանում է Դավիթի և Լեոյի մասին։ Եղբայրները, տեսնելով իրենց քրոջ հոգեկան և ֆիզիկական ոչնչացումը, հաստատ ձեռքերը ծալած չեն նստի։ Դավիթի վերջին կորտ զգուշացումը հիվանդանոցում միայն սկիզբն էր։ Սարգսյանները կարող են իրենց ողջ զայրույթն ուղղել Մաշի դեմ, նրան զրկելով ոչ միայն հանգստությունից, այլև ապագայի որևէ հույսից։ Մաշը կհայտնվի կատարյալ մեկուսացման և վախի մեջ։ Եվ վերջապես, խճճված գաղտնիքների կծիկը, որը կապված է Ավոյի հետ։ Ավոն հայտնվել է կատարյալ փակուղում։ Նրա էժանագին խաղերը Օլգայի հետ բացահայտվեցին, և հիմա Վովան ու Լեոն խիստ վերահսկողության տակ են պահում նրան։ Անկյուն քշված առնետի պես Ավոն այլևս կորցնելու ոչինչ չունի։ Մեր վերլուծությունը հուշում է, որ Ավոն, փորձելով փրկել իրավիճակը կամ պարզապես վրեժխնդիր լինել Սարգսյաններից այսքան ստորացումների համար, կգնա իր ամենառիսկային քայլի։ Նա բոլորի, ներառյալ Դավիթ պապիկի և հենց Վովայի ներկայությամբ, կբացահայտի այն մեծագույն գաղտնիքը, որ Վովան իրականում Ռաֆոյի որդին է։ Այս բացահայտումը կունենա ռումբի էֆեկտ։ Վովան հոգեբանական շոկ կապրի, հասկանալով, որ Սարգսյաններն իր իրական հարազատներն են, իսկ Դավիթ պապիկը իր
պապը։ Սա կփոխի սերիալի ողջ տրամաբանությունը, քանի որ Վովան այլևս որպես օտար չի միջամտի խնդիրներին, այլև կդառնա Սարգսյանների կլանի լիիրավ և ամենաուժեղ պաշտպաններից մեկը, միանալով Դավիթին ու Լեոյին ընդդեմ Հունանի չարիքի կայսրության։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, երբ Գրիշոն վերադառնա ու իմանա դաժան ճշմարտությունը, արդյոք նա ուժ կգտնի իր մեջ վերջնականապես ոչնչացնելու մաշին և ներողություն աղերսելու մանանից, թե այս հարվածը նրան ընդմիշտ կգա մի անվասայլակին, զրկելով պայքարելու կամքից։ Անպայման գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Շնորհակալություն դիտելու համար։